Հայը Արշիլ Գորկի, Ոստանիկ Ադոյան, ծննդավայրը Գյուղ Խորգոմ, Արևմտյան Հայաստան, գեղանկարիչ, պատգամը ունեցեք պատասխանատվության զգացում ու սեփական անձի հանդեպ պահանջկոտություն, մարդկության համար պայքարելու ձգտում։ Նա շատ դժվարին եւ յուրօրինակ կյանք ապրեց։ Մանուկ հասակում ծանր հիվանդացավ եւ զրկվեց խոսելու ընդունակությունից։ Հիվանդությանը հաջորդեց երկարատև բուժումը։ Պատանի էր, երբ մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Չափահաս տարիքում նա ստեղծեց գլուխգործոցներ։ Պայքարում էր չքավորության դեմ, հետո հիվանդացավ քաղցկեղով եւ նրան վիրահատեցին։ Այնուհետև ավտովթարի ենթարկվեց վնասելով ձեռքը, իսկ հետո էլ ինքնասպանություն գործեց։ Արշիլ Գորկին իրապես հին հայ մներ, նա գրում էր հայ ժողովրդի ձիները, գեները, նա իր մեջ անպարել էր ոչ միայն իր կյանքի փորձառությունը, այլ մեր պատմության, հայոց պատմության բոլոր շերտերը, ընդհանրապես մեր ցեղի ճակատագիրը եւ բարձրաց, որ նա իսկապես շատ հին հայ մն է եւ իր արվեստը գալիս է մեր ցեղային ակունքներից։ Երկար ժամանակ Արշիլ Գորկու ծննդյան թիվը նշվում էր 1904 թվականը, սակայն նրա կյանքի նոր ուսումնասիրությունները պարզել են, որ 1902-ը ամենահավանական տարեթիվն է։ Այդ մասին գրվել է Ֆիլադելֆիայում, Լոնդոնում եւ Լոս Անջելեսում կազմակերպված ցուցահանդեսների ժամանակ։ Նկարիչը մանուկ հասակում միայն տպավորություններ է քաղել եւ սկսել է խոսել միայն 6 տարեկանում։ Մայր երկրից պատանի տարիքում բռնագաղթված, իսկ Ամերիկայում մոտ 30 տարի ապրած ոստանիկ Մանուկ Ադոյանի Արշիլ Գորկու համբավը ամբողջ աշխարհում տարածվեց իբրև նոր ուղղության, աբստրակտ էքսպրեսիոնիզմի սկզբնավորողի։ Գորկին համարվեց Ամերիկայում կապող օղակ եվրոպական մոդեռնիզմի եւ ամերիկյան ավանգարդի միջև, ձևավորվեց արվեստաբանների մի խումբ, որոնք սկսեցին աջակցել իրեն, իհարկե սկզբից քննադատելով, այնուհետև կարևորելով նրա ինքնությունը։ Գորկու հորեղբորորդին հիշում է. մեր Խորգոմ գյուղը ուրանցել էր ոստանիկի մանկությունը, երբ նրան գույների մի ծաղկավան էր։ Ոստանիկի նկարչական ձիրքը բնածին էր, նկարելն ու քանդակելը նրա տարերքն էին։ Մի անգամ վարժապետ պարոն Միհրյանը նկատեց, որ վերջին շարքում նստած ոստանիկը կլանված է ինչ-որ բանով։ «Բեր այստեղ քարետախտակդ», հրամայեց պարոնը։ Հանկարծակի եկած ոստանիկը մոտեցավ նրան։ Քարետախտակի վրա նկարված էին միմյանց հոշոտող երկու գամփրներ։ Ի զարմանք բոլորիս պարոն Միհրանն ասաց. «Այս ինչ հրաշք է, տղաս, դու անպայման նկարիչ դառնալու ես»։ Մտածկոտ եւ երասկոտ այս տղան չէր ցանկանում մասնակցել հասակակիցների մանկական խաղերին եւ օրերն անց էր կացնում լճի ափին, ավազի վրա զարմանահրաշ պատկերներ ստեղծելով։ Նա իր գդավները անվանել է հիմնված իր մանկապետանական հիշողությունների վրա, ասենք ջիրաններու փուրմունքը, Խորգոմի բարդեզները, որը սկզբնական շրջանին նա թաքցրել անվանել է Սոչիի բարդեզները, Կուտանը եւ իր երկը, մորս ասեղնակորց կոկնոցը, նրանք արևանկեցին իմ գղզին, խոսքը վերապերում է Վանա լճի գղզուն, եւ այսպես շարունակապար նա տրսել է եւ պատկերել է իր հիշողությունները։ Սակայն իմ խորին համոզմամբ այդ հիշողությունները, ինչպես որ ասեցի, կրկնում եմ, բարձրապես հուշում են իր արմատները, իր ակունքները եւ իր արվեստը գալիս է ավելի խորքից, ավելի ակունքներից։ Վանի ինքնապաշտպանության ժամանակ Գորկին օգնում էր աշխարհազորայիններին։ Նրանց զենք, փամփուշտ, հագուստ եւ սնունդ էր տանում։ Վերադառնում էր միայն ուշ երեկոյան։ 1915 թվականի հունիսի 15-ին վերցնելով մի քանի օրվա սննդի պաշար եւ մի քիչ էլ գումար, Ադոյանների ընտանիքն ուղևորվեց Էջմիածին։ Ամբողջ ունեցվածքը թաղեցին տան բակում։ Կարծում էին, որ շուտով կվերադառնան, սակայն Քայլում էինք Վանա լճի արևելյան քարքարոտ ճանապարհով։ Քայլում էինք օր ու գիշեր առանց դադարի։ Երբ մայրս ուտելու որևէ բան էր գտնում, տալիս էր ոստանիկին, Գորկուն։
Նա ավելի շատ որդու մասին էր հոգ տանում, որովհետև նա միակ արուզավակն էր եւ շատ հյուծված էր։ Բանեթիների մի մասը գնաց Պարսկաստան, այնտեղից էլ Բաղդադ, իսկ մենք բռնեցինք Էջմիածին տանող ճանապարհը։ Եվ իհարկե Էջմիածնում սկսվել էր ահավոր հիվանդություն տարածվող եւ նրանք փորձեցին եւ կարողացան շատ արագ տեղափոխվել ուրեմն Երևան։ Եվ Երևանում ապրում էին այն փողոցում, որ այսօր կոչվում է Հանրապետական փողոց։ Իհարկե շատ ծանր էր։ Ինքը շարունակում է սովորել։ Մայրը անշուշտ որպես 4 զավակների միակ որդու մայր անընդհատ հետևում էր իր որդուն։ Եվ նա անշուշտ եւ անգլերեն դասեր էր վերցնում եւ ուրեմն սովորում էր, պատիթերթեր պատրաստում, այսինքն իր նկարչական հատկությունները արդեն երևանյան ապրելու տարիներին հանդես եկան։ Հունիսի 25-ին հասանք Էջմիածին։ Էջմիածնում մնացինք 3 շաբաթ, Բաքում էինք ապրում։ Շուտով սկսեցին հիվանդություններ տարածվել եւ այդ ժամանակ Գորկին փրկեց մեզ։ Նա ամիսայլ բերեց եւ ասաց՝ պետք է հեռանանք այստեղից։ Հուլիսի 16-ին եկանք Երևան։ Ապրում էինք Կայարանամերձ փողոցում, դա շատ խղճուկ տեղ էր։ Մայրս աշխատում էր որբանոցում, իսկ Գորկին տպարանում։ 1916 թվականին քույրերս Ագապին եւ Սաթենիկը մեկնեցին Ամերիկա։ Անմոռաց հուշերն էին, որ ստեղծագործական կյանքի սկզբին այլ երկրներից եկած նկարիչների նման Ոստանի Կադոյանին մղեցին փոխելու անունը։ Հայկական արշակը նա վերածում է ավելի ծանոթ եւ նուրբ հնչող Արշիլի, իսկ ազգանունը իր հոգեվիճակը բնորոշող Գորկի բառով, որ ռուսերեն նշանակում է դառն, կծու։ Նա նույնիսկ իրեն ազգակից է համարել ռուս հեղափոխական գրող Մաքսիմ Գորկուն, ում գրվածքները հոգեհարազատ են եղել Ոստանիկին։ Ինքը Երևանում աշխատում էր տպագրատանը, որտեղ արդեն ծանոթ էր հայտնի կոմունիստ բանաստեղծներին եւ գրողներին, նրան նույնիսկ ճանաչել է Գուրգեն Մահարին, եւ դրանից հետո արդեն գալով Ամերիկա ինքը հստակ որոշում է, որ իր կեղծանունը պետք է լինի Մաքսիմ Գորկու ազգանունով։ Մենք իրար շատ էինք սիրում։ Դպրոցի դասերից հետո Գորկին աշխատում էր Հյուսնի արհեստանոցում, իսկ երեկոյան տպարանից գրքեր էր բերում կազմելու համար։ Այսպես առանց հանգստի աշխատելով գումար էինք վաստակում։ Գորկին ուզում էր, որ մայրիկը ոչինչի կարիք չզգա։ Ցավոք, մայրիկը շուտով ուժասպառ լինելուց հիվանդացավ։ Սկզբում մեկնեցինք Թիֆլիս, այնուհետև Բաթումի, այնտեղ նստեցինք պոլիս մեկնող նավը։ Ուղևորության ընթացքում Գորկին չէր բաժանվում իր մատիտներից, ծաղիկներ, թռչուններ, կենդանիներ, նավեր ու երկինք էր նկարում։ Սկսեց հետո բանաստեղծություններ գրել։ Մեր նավը Ellis Island մտավ 1930 թվականի մարտի 1-ին։ Գորկին չսիրեց Ամերիկան։ Շուրջ բոլորը խառնաշփոթ էր, սակայն հետո սովորեցինք այդ խելահեղ ռիթմին, բայց Արշիլն անընդհատ կարոտում էր Վանը, ապրում էր քրոջս Ագապիի բնակարանում։ Անցավ եւս մի տարի 1920 թվական կարողացան ծանոթություն գտնել եւ ինքը եւ քույրը տեղափոխվեցին ուրեմն Թիֆլիս։ Թիֆլիսում որոշ ժամանակ մնալուց հետո տեղափոխվեցին ուրեմն Բաթում եւ Բաթումից անցան Կոստանդնապոլիս, որտեղից ուրեմն տեղափոխվեցին Ամերիկա։ 1925 թվականին Գորկին մեկնեց Նյու Յորք, որը համարվում էր Ամերիկայի գեղանկարչության կենտրոնը։ Բնակարան վարձեց եւ սկսեց դասեր տալ Նյու-Յորքյան արվեստի քոլեջում։ Իր ուսանողներից նա պահանջում էր արվեստի հանդեպ ունենալ խիստ եւ ազնիվ վերաբերմունք։ Արվեստը համամարտկային է, այն ձեզ է պատկանում, եւ դուք պարտավոր եք հարստացնել այն, կոչ էր անում նա իր ուսանողներին։ Ինքը սկզբից աշխատում է կոշիկի ֆաբրիկայում, այնուհետև
Majestic թատրոնում, որտեղ կատարում է ԱՄՆ-ի նախագահների պորտրետները։ Այդ ժամանակ ինքը ապրում էր իր խորթ քրոջ Ագապիի տանը, ով Իրանի սկզբանե քաջալերեց նկարիչ լինելու հարցում։ Երբ որ ընդամենը 22 տարեկան երիտասարդ էր, նա սկսեց նկարչական գործերով հանդես գալ։ Ուրեմն այդ ուսումնասիրությունները ուրեմն գրադարանների այնպիսի խորության հասավ, որ իրեն դարձրեցին ուրեմն մանկավարժ, դասադու եւ տարիներ շարունակ դաս տվեց ամերիկյան նկարչական ուրեմն դպրոցներում։ Արվեստը համամարտկային է։ Արշիր Գորկու ողջ ստեղծագործական ուղին ամփոփված է այս բառերի մեջ։ Ամերիկայում նրան անվանում էին ամենաինտերնացիոնալ նկարիչ, 20-րդ դարի ինտելեկտուալ հեղափոխության զավակ։ Գորկին կարողանում էր իր շուրջ հավաքել բոլորին, որովհետև վերցնենք օրինակ, թե ինչպես էր ինքը գնում թանգարան, ինքը բարձրաձայն խոսում էր այն նկարների մասին, որոնք իրեն դուր են գալիս, եւ այն նկարների մասին, որոնք դուր չեն գալիս, եւ տանում էր իր հետ ուսանողներ, եւ նույնիսկ երեխաների կուրսեր էր տանում այդ թանգարան, վճարում էր 50 ցենտ, այնուհետև մտնում էր կոնկրետ քաղաքի թանգարան, ասում էր, որ չէ երեխաներ, այս թանգարանը չարժի 50 ցենտ, եկեք դուրս գանք այս թանգարանից, կամ ակտիվ մասնակցում էր երիտասարդ նկարիչների ցուցահանդեսներին եւ ավելի շուտ խոսում էր պատերի գեղեցկության եւ այդ նկարների շրջանակների գեղեցկության մասին, քան այդ բուն նկարների կարեւորության մասին։ Գորկին սիրում էր հետևել, թե ինչպես են նկարում երեխաները։ Հաճախ էր քրոջը Վարդուշին ասում. «Տես, այս երեխան նկարում է ինչպես Ուսելոն։ Նրանք իսկական նկարիչներ են, հինավուրց ժամանակների նկարիչներ։ Նրանք այնքան մաքուր են եւ այդպես էլ նկարում են։ Երբ մենք էլ ցանկանում ենք այդպես նկարել, մեզ մոտ չի ստացվում։ Այն ինչը մեզ համար այդքան բարդ է, նրանց համար բնական է»։ Հետո մեր ետևից եկավ հայրս եւ Providence տարավ։ Գորկին մնաց այնտեղ ապրելու, ընդունվեց բարձրագույն տեխնիկական դպրոց, քանի որ այդպես էր ցանկանում հայրս։ Իսկ Գորկին ցանկանում էր նկարել, դրա համար էլ ներկեր գնաց եւ սկսեց աշխատել Բոստոնի Majestic թատրոնում։ Ընտրակների ժամանակ նա դիմանկարներ էր անում։ Նկարչությունը մշտապես զբաղեցնում էր նրա միտքը։ Երբ մենք հիմա տեսնում ենք նրա առաջին գործերը, անմիջապես կարող ենք պատկերացնել եվրոպական արվեստում նոր թրիչք կատարած իրապաշտական արվեստի նոր ուղղությունը, որ կոչվեց իմպրեսիոնիզմ, տպավորապաշտություն, տպավորական արվեստ։ Եվ սա նկարչական մի ձև էր, որ ֆրանսիական նկարիչները ուրեմն տեսնելով բնության գեղեցկությունները արևի լույսի ներքո որոշ գունային հատկություններով այնպես էին նկարում, որ բնությունը կարծեք լույսի մեջ, կարծեք նկարիչը այլևս դուրս է եկել իր արվեստանոցից եւ բնության հետ շփվելով նոր ուղղություն ստեղծեց։ Դա ֆրանսիական արվեստի ամենանշանավոր ուղղությունն էր 19-րդ դարի վերջին քառորդին։ Գորկու վաղ շրջանի բնանկարներում, նատյուրմորտներում եւ դիմանկարներում երևում է Սեզանի ազդեցությունը։ Ավելի ուշ նրա սիրելի նկարիչը դարձավ Պիկասոն, սակայն մեծ նկարիչների գործերի հետ առնչվելը չխանգարեց նրա մոտ անկախ գեղարվեստական մտածելակերպի զարգացմանը։ Նրան համեմատել են մեծերի հետ, ինչպես Միրոյի, Պիկասոյի, Սեզանի։ Օդար արվեստաբանները առնչություններ են տեսել Պիկասոյի եւ իր նկարչության միջև, սկզբնական շրջանի մասին է խոսքը։ Հատկապես խոսել են աչքերի մասին, սակայն նրանք չեն իմացել, որ այդ առնչությունը, որը դրսևորված է թե Պիկասոյի եւ թե Արշիլ Գորկու դիմանկարներում, այդ աչքերի, թախծալից աչքերի ուժեղ արտահայտչականությունը Արշիլ Գորկին ժառանգել է իր ցեղից, իսկ Պիկասոն աստվել է հայկական մանրանկարչությունից։
Մեյեր Շապիրոն եզրակացրել է. Ինչպես մեծ բանաստեղծները մեծ ընթերցողներ են, այնպես էլ Գորկին մեծ դիտող էր։ Ուներ ցնցող եւ վերլուծող զարմանալի յուրահատկություն։ Նյու Յորքի մեծ գրադարաններում եւ այլուր եվրոպական նկարիչները թաղված էին։ Գորկին նրանց բուն հայտնաբերողն ու իր շրջապատին ծանոթացնողը եղավ։ Արշիլ Գորկու արվեստը բաժնաշերտ է։ Նա սկզբում ուսումնասիրել է վերածնունդի մեծերին, Սեզանին, Միրոյին, Պիկասոյին, երբեմն բաժնահանում էր նրանց ստեղծագործությունները սովորելու համար, սակայն ինչպես իր ընկերներից մեկը վկայում է, նա նույնիսկ երբ որ բաժնահանում էր ուրիշներին, նա ցախողվում էր բաժնահանության մեջ, որովհետև նրա անհատականությունը այնքան ուժեղ էր, որ Արշիլ Գորկիի քիծը, քույնը, ծևույթը, ոճը սկացվում էր նույնիսկ այդ բաժնահանումների մեջ։ Զգում ենք, որքան ճշտությամբ նա կարողացավ այդ ոճական ըմբռնումը ճիշտ արտահայտել իր նկարների մեջ։ Ահա եկեղեցու տեսարան, ահա ուրեմն փողոցային տեսարաններ եւ այլն, որտեղ նա հանդես եկավ որպես իմպրեսիոնիստ եւ որպես արդեն ոճական ուղղությունը մինչև վերջ ըմբռնած արվեստագետ։ Գորկուն նվիրված ալբոմները դիտելիս կարելի է նկատել, որ տարբեր ուղղությունների հարող իր գործերին զուգահեռ ստեղծել է նաև գրեթե ռեալիստական, մասամբ միայն ձևերի փոփոխման ենթարկված կտավներ։ Դրանցից ամենացայտունը բոլոր հետազոտողների կողմից բարձր գնահատված Նյու Յորքի Ուիթնի թանգարանում ցուցադրվող նկարիչն ու իր մայրը պատկերն է։ Այդ աշխատանքի համար հիմք է հանդիսացել Վանից բերված մի հին լուսանկար։ Մայրս Գորկու համար իսկական աստվածուհի էր։ Մայրիկը միշտ մեզ բանաստեղծություններ էր կարդում, սովորեցնում էր սիրել բնությունը, Հայաստանը, Վանը։ Մորս նկարելիս Գորկին կտավի մեջ դնում էր իր հոգին։ Եվ ահա նա մեզնից հեռացավ։ Նույն շրջանում 1936 թվականներին նա ստեղծում է իր ինքնանկարը, նույնպես բաց գույներով եւ ընդհանրացված ձևերով, եւ իհարկե ստեղծում է իր գլուխգործոցներից մեկը, որը կոչվում է նկարիչը եւ իր մայրը։ Այդ նկարը սկսել էր 28 թվականին, բայց ավարտում է ուրեմն 36 թվականին։ Ահա ձեզ մի նկար, որը հիմքը դարձավ, երբ լուսանկարվել էին Վանում, եւ այդ փոքրիկ լուսանկարը նա գտել էր իր հոր մոտ, ուրեմն Բոստոնում, եւ այդ նկարը հիմք դարձավ ստեղծելու այդ նշանավոր ուրեմն նկարիչ եւ իր մայրը գործը, որը գտնվում է Ուիթնի Նյու Յորքի թանգարանում եւ պիտի ասել միշտ այդ նկարի առջեւ ժողովուրդ է կանգնած եւ այդ զգացումային աշխարհը լրիվ տեղափոխվում է դիտողների աշխարհը։ Ձերքերը երբ որ մենք նայենք, կտեսնենք որ ձերքերը եթե այդ սպիտակ գույնի վրա նկարվեր սրճագույն գույնով, մի քիչ ավելի մութ գույներով, պիտի խանգարեր, որպեսզի դեմքը լավ երևար։ Դրա համար նա մոր ձեռքերը նմանեցրել է խմորագնդերի։ Իսկ խմորագունդը դառնում է խորհուրդ մայրական վերաբերմունքի հանդեպ իր զավակներին։ Ահա այդ նկարի գեղեցկությունը, որ իր էությամբ դարձավ իր ապրումների, իր կորցրած հայրենիքի, իր դառն ապրումների խորհրդանիշը, որպես գեղեցկագույն երգող մի պատկեր։ Արշիլ Գորկու լավագույն աշխատանքներից են նկարիչն ու նրա երևակայական կինը, նատյուրմորտ, պեյզաժ, քույրերի Վարդուշի, Սաթենիկի, Ագապիի եւ այլոց դիմանկարները, որոնք ռեալիստական ոճի մեջ են։ Այս կտավներն իրենց տեղն են գտել աշխարհի խոշորագույն պատկերասրահներում։ 30-ականներին նա ֆիգուրատիվ նկարչությամբ էր զբաղվում, այսինքն հիմնականում կատարում էր նատյուրմորտներ, դիմանկարներ, պիկասոյական, մատիսական ոճով։ Այդ ժամանակից հայտնի են նրա նկարչի եւ իր մոր դիմանկարի երկու տարբերակները, որոնք շատ հայտնի են թե մեզ մոտ, թե արտերկրում։
Դրանից հետո 1940-ականներին, երբ որ ինքը նշեցի տեղափոխվում է Նյու Յորքից Քոնեկտիկուտ, սկսվում է նրա աբստրակցիաների ժամանակաշրջանը։ Արշիլն իր հարազատ վայրերից եւ խորտակված պատանեկությունից շատ բան բերեց Ամերիկա։ Գորկին գտնում էր, որ այն, ինչը ծնվում է մարդու հանճարից, չպետք է արժանանա սառն անտարբերության եւ պայքարում էր դրա դեմ։ Պատասխանատվության զգացում ու սեփական անձի հանդեպ պահանջկոտություն, մարդկության համար պայքարելու ձգտում։ Սա է եղել Արշիլ Գորկու հավատամքը։ Եթե մենք այսօր ուզում ենք Արշիլ Գորկու արվեստի հայկականությունը հատկապես տեսնել, դա գույնի հնչողության մեջ է։ Եվ դա զարմանալի չէ։ Երբ իր քույրը եկավ եւ նրա նկարները, տեսա սլայդները բերեց, ես իհարկե ընդրեցի եւ տարա ցույց տվեցի մեր վարպետին Մարտիրոս Սարյանին։ Նա նայեց եւ ասեց, որ շատ զգացումային նկարիչ է եւ շատ գեղեցիկ են նրա գույները եւ մի քիչ էլ իմ գույներին են հիշեցնում։ Եվ ասում է լրիվ նրան աբստրակտ նկարիչ անվանելը այնքան էլ ճիշտ չէ։ Արհամարելով այդ ժամանակ նորաձև համարվող կառուցողական ձևերն ու կուբիզմի կոնստրուկտիվ պլանները, նա ձգտում էր դեպի պոեզիան եւ հզոր երևակայությունը քանդում էր արվեստի քարացած օրենքները։